Բարի օր բոլոր նրանց, ովքեր այս պահին նախընտրել են մեր լրատվամիջոցը եւ հետեւում են մեր եթերին, նշեմ, որ եթերում երկրորդ կարծիքն է եւ այսօր իմ տաղավարում հյուրընկալել եմ Հայաքվե նախաձեռնության անդամ տնտեսագետ Հրայր Կամենդատյանին։ Բարև ձեզ, պարոն Կամենդատյան։ Ուրախ եմ ձեզ նորից իմ տաղավարում տեսնել, վաղուց չենք հանդիպել, թեմաները կուտակվել են եւ կարծում եմ ամենակննարկվող թեման այսօր թոշակների բարձրացումն է, ճակերտավոր եմ ասում բարձրացում, ինչու հիմա դուք կմեկնաբանեք, կբացատրեք, պարոն Կամենդատյան։ Արսեն Թորոսյանը հերթական անգամ ուղերձով դիմելով իր թոշակառուներին խոստացավ, որ թոշակները բարձրանալու են 20%-ով, նախկին 12%-ի փոխարեն եւ բացատրեց մեխանիզմը։ Եթե նախկինում խանութներից կատարած գնումների դիմաց 12% հետվճար էին ունենում, ապա հիմա այդ 12%-ը դառնալու է 20%, բայց կա սահմանաչափ։ Եթե առաջ առավելագույն թիվը 6000-ն էր, հիմա 10000 դրամից ավել հետվճարը չի կազմելու։ Շատ թոշակառուներ բողոքում են եւ ասում են, որ դա սուտ է, մանիպուլյացիա է, դուք եւս ես տեսել եմ ձեր տեսաուղերձները, այս տաղավարից էլ ասել եք, որ դա իրոք սուտ է, դա թոշակի բարձրացում չի նշանակում, մյուս կողմից էլ պարակտում է մտցնելու թոշակառուների մեջ, որովհետեւ ոմանց վրա դա անդրադառնալու է ինչ որ չափով, ոմանց վրա չի անդրադառնալու, այնպես որ պարոն Կամենդատյան կխնդրեմ մեկնաբանել, իսկապես դա թոշակների բարձրացում է եւ ինչու են այդ մեթոդին դիմում իշխանությունները։ Նախ այդ թեմային անդրադառնալուց առաջ մենք բնականաբար պետք է անդրադառնանք թեմայի շուրջը ամենաշատը եւ ամենավատը զրուցող իշխանական տեխնացուին, իշխանության ներկայացուցիչին։ Վերջերս տանձնավորությունը ի պատասխան նրան, որ Հայաստանի առանձին քաղաքներում մեր հանրագրի թեմայով եւ հանրագրի իմաստը, բովանդակությունը, կետերը, պարունակությունը դա թոշակները 50%-ով բարձրացնելու պահանջն է եւ ամեն տարի պարտադիր իրականացնող ինդեքսավորումը այս անձնավորությունը անդրադարձել էր մեզ ու այդտեղ ինչ որ Մոլդովա, կեղծ ընդդիմություն, կեղծ նախաձեռնություն, ինչ որ տենց արտահայտություններով մեր մասին այսպես ասած ելույթեր ունեցել, բնականաբար ավտոմեքենայի մեջից, բնականաբար, ու այս մարդուն մենք մի բան ասենք, վերջ-վերջը իրան մի բան պետք է ասենք, ինչ Մոլդովա, ինչ կեղծ ընդդիմություն, ինչ կեղծ նախաձեռնություն, մեր աշխատանքը բացառապես ուղղված է մեր սիրելի, հարգելի թոշակառուների կյանքի մակարդակը բարձրացնելու խնդրին, ինչ Մոլդովա, դրսից ազդեցության տակ եք, որտեղից ազդեցության տակ կլինենք, տեզերքից լինենք, այդ դրսի ազդեցությունը, որ այս անձնավորությունը ցույց շեշտում է, ես ավելի հակված եմ ոչ թե քաղաքական, դա բնականաբար այդ բանսարկու ոճը, որ նա ընտրել է, իր գործն է, բայց ապացույցներ ներկայացնում։ Չէ, խնդիրը այլ տեղ է, այդ դրսի ազդեցությունը ես գնահատում եմ որպես Մայր Թերեզայի ազդեցություն օրինակի, Ռաբինդրանաթ Տագորի, ենթադրենք Վերֆելի, մնացած հումանիստների, որոնց գրքերով, ստեղծագործություններով, կյանքի օրինակով, այո, մենք նրանց ազդեցության տակ ենք։ Ինչ Մոլդովա։ Մենք այդ մարդկանց ազդեցության տակ ենք։ Մենք մեր վրա պարտավորություն, հանձնառություն եւ իրականում նաեւ խղճի, այսպես ասած մեծ ծավալ եւ գթասրտության մեծ ծավալ ենք վերցրել, որ մտել ենք այս թեմայի մեջ։ Այդ թեման ունի շահառուները 500-2000 մարդ միայն թոշակառուներ են, մոտավորապես 160,000 հոգի էլ նպաստառուներ են, այս մարդկանց կյանքի պայմանները բարելավելու խնդրով ենք մենք եկել, ինչ Մոլդովա, ինչ կեղծիքներ, ինչ նախաձեռնություններ, լավ, դա թողենք իր խղճի վրա, բայց կարծում եմ եւ հետայսու բնական է իշխանությունները կփոխվեն եւ հետայսու կարծում եմ մեր ազգի համար եւ թոշակառուների համար ապագայում եւս անչափ կարեւոր է լինելու, որ
այդ բնակավարը, որը որ կարեկցանքի, գթասրտության, նեցուկ լինելու, օգնելու բնակավարն է, այս բնակավարը վերջ-վերջը պետք է համակարգեն մարդիկ եւ մարդ, ով իրական, այսպես ասած, լավագույն մարդկային արժանինքներն է իր մեջ բովանդակություն ձևավորում, այս մարդը պիտի լինի այն մարդը, ով մեր ասած Թագորի, Մայր Թերեզայի, Վերֆելի, Ամուտսենի, մնացած մտածողների, հումանիստների ազդեցության տակ լինի։ Թե չէ, գիտեք հարց որն է, այդ ինչ որ բան կսմիթներով, այդ ծիծակային ենթադրենք ենթադրություններով, ինչ որ համարյա բանադրանքի, այսպես տարեր պարունակող այդ իր խոսքը մեր համար ոչինչ է, մեր համար կարևորը թոշակառուների վերաբերմունքն է։ Հիմա վերադառնանք այդ հետվճարի համակարգին։ Ես այդ հետվճարի համակարգի հետ կապված ինքը տեխնիկապես հնարավոր իրականացնել, հարցը դա չի։ Հիմա մենք փորձենք այստեղ մի քանի տար առանձնացնենք եւ այս տարերի միջոցով մենք ձևակերպենք հստակ հարցերը։ Մեզ պետք է ասա, որ այ դուք վատն եք, դուք դավաճան եք, Արցախը sense արեք, մենք հիմա այլ թեմայից ենք խոսում։ Թեման հետեւյալն է։ Եթե հետվճարի համակարգը գործում է, չէ՞, տնտեսագիտական կատեգորիա է նա դարձել արդեն եւ կիրառության մեջ է մտնելու։ Հիմա ինչի կոմունալ ծախսերը դրա մեջ ներառված չեն։ Ինչու՞։ Դուք ասում եք թոշակառու ջան, պետությունը ստացել այդ աղքատիկ թոշակը, այդ կոպեկները, լումաները եւ հետվճարի համակարգով գնա հարստացի։ Բարձրացրու քո թոշակը, շատ ապրեք։ Ինչի կոմունալ ծախսերը հետվճարի մեջ ընդգրկված չի։ Ցողն բացատրեն։ Եվ միայն կոմունալը չէ, էլի օրինակ շատերը վարձով են բնակվում, այդ դեպքում եւս դրա մասին ինձ թոշակառուներից օրական ստանում եմ երևի մի 100-ից չափ նամակներ եմ ստանում։ Թոշակառուները մեզանից լավ գիտեն թեման, հստակ տիրապետում են, որտեղ դա նրանց կյանքի մոդելի հարցն է, եւ այդ անձնավորությունները այդ կոպեկները տնօրինելու, կառավարելու, կարելի ասել իդեալական փորձ ունեն։ Հարուստը երբեք չի իմանա, թե աղքատը ոնց է ապրում, եւ հարուստը երբեք չի իմանա, եւ հարուստը բնականաբար կզիջի աղքատին այդ կոպեկները արդյունավետ կառավարելու գործի մեջ։ Մարդիկ իրենց կամքից անկախ դարձել են ֆինանսական մենեջերներ։ Մարդիկ կոպեկների համար գիտեն, որ ընդհանրենք բակային խանութում, որ միրգը կամ որ բանջարեղենը գինը ինչքան է կազմում։ Մարդիկ ռադիուսով, կիլոմետրի ռադիուսով տիրապետում են ամբողջ այն հնարավոր ինֆորմացիան, որը որ կոպեկները պարզապես տնտեսելու հնարավորություն տալ։ Հիմա այդ Արսեն Թորոսյանին ասում եմ, այդ Մոլդովան բան թող մի կողմ, արի դու թոշակառուին բացատրի։ Ինչու կոմունալ ծախսերը չի մտնում հետվճարի այդ բազայի մեջ։ Թող է բացատրի։ Որտեղից բացատրի։ Իրենք արդեն գիտեն, որ որոշումը ընդունել են, եւ ընդունել այնպիսի որոշում, որ թոշակառուին հնարավորություն չտան նույնիսկ 10,000 դրամները իրենց այդ պատկերացրած տեսականորեն իբրթե ձևավորվող ստանա։ Այդ 10,000-ի մեջ ինչ չեք մտցնում, այդ կոմունալը մտցրեք, ի՞նչն է պատճառը։ Այսինքն իրենք մտածում են միայն սնունդի վրա։ Լավ, քաղաքացին, թոշակառուն։ Ընդ որում բավականին սխալ է, որ տրանսպորտի զեղչային համակարգում մոտավորապես 66-67 դրամ մեկ ուղևորատոմս արժի։ Դա ինչի չեք մտցնում դրա մեջ։ Այսինքն դա էլ հետվճարով ներառված։ Դա հետվճարի մեջ չի մտնում։ Խնդրեմ։ Դա հետվճարի մեջ չի մտնում։ Հիմա խնդիրը գիտեք որտեղ է։ Ստով, խաբեությամբ, կեղծիքով, հարցից ոչ թե չեն փախնում։ Հարցից նույնիսկ չեն խուսափում։ Պարզապես երկաթ բետոն է, այսպես ասած, պնդաճակատությամբ, ասում են փող չեք ստանալու եւ վերջ։ Մի համեմատություն եմ ուզում անեմ, նույն այդ ոչ հումանիստ անձնավորությունը, չէ՞, ստանում է մոտավորապես առանցին գնահատական իհարկե իր փողը իր գործն է, ինչ ուզում է թող անի։
Մենք իր փողի մասին չենք մտածում։ Մենք համեմատություն ենք հասկացնում։ Ակնհայտ է, որ նա 30, 40, 50 թոշակառուի չափ աշխատավարձ է ստանում։ Միգուցե։ Այսինքն ինչ։ Միգուցե իր ծանր բռնվածություն, այո, միգուցե նրա մոտավոր միլիոնից ավել հաստատ։ Միգուցե նրա ծանր բռնվածությունը ավելի շատ է, բան չասեցինք։ Բա այս երկիրը սահմանադրություն ունի եւ սահմանադրությունը դեռևս ոչ ոք չի արկախել, ընդհանրենք սահմանադրությունից չեն հրաժարվել, ինչպես անկախության հռչակագրից են փորձում հրաժարվել։ Հիմա սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ մենք սոցիալական պետություն ենք։ Լավ, այդ սոցիալական պետության մեջ կարիքավոր խավը կես միլիոնից ավել ինչի պիտի ստանա 30-40 անգամ ավելի ցածր գոյության միջոցներ ֆինանսական, քան այդ անձնավորությունը, որը որ հարցերին եթե փորձում է ծանոթանալ, ես նրան ընդհանրապես խորհուրդ եմ տալի։ Նույն իր էջում, իր գրառման տակ, թող չալարի աշխատանքի ժամին չէ, ազատ ժամին, ազատ ընթերցանության, ոչ հաճելի ընթերցանության ժամին, թող մի հատ կարդա մարդիկ ինչ են գրում։ Կանայք, ես 3 եմ ընդհանրապես կարդացել, կանայք, մի 400 հոգի մարդեր արձագանքել դրա գրառմանը, կանայք մոտավորապես մի 250 հոգի երևի, չեմ ալարը հաշվել, բացարձակ անիծում էին, անեծքի տարատեսակներով, անեծքի խորություններով, չգիտեմ միջև ուր հասնող տղամարդիկ, չեմ ուզում ասում ինչեր էին գրում։ Խոսքով իրենց վերաբերմունքը այս մարդը թող իր աշխատանքի արդյունքը, աշխատանքի գնահատականը փնտրի նաև թոշակառուների հետ շփման մեջ։ Թող մի օր գնա շրջանները, այս շրջաներում հանդիպի թոշակառուների հետ։ Ես օրինակ շաբաթվա մեջ 2 անգամ, 3 անգամ գնում եմ շրջան, մեծահասակների հետ հանդիպում ենք։ Հիմա խոսենք դրանց մասին, նաև ձեր հանդիպումների մասին։ Կապը այդ մարդկանց հետ չպիտի կտրեն։ Յուրաքանչյուր պետական պաշտոնյա նրա այսպես տեխնիկական անձնագրում, նրա աշխատանքային անձնագրում այս ամեն ինչը ամրագրված է։ Նա պետք է այդ անձնագրին համապատասխան աշխատանք իրականացնի։ Եվ այդ անձնագրի մեջ կան բազմաթիվ դետալներ, բազմաթիվ բաղադրիչներ, այդ բաղադրիչներից մեկը նաև որ նա պետք է իրականացնի իր բնագավառի համապարփակ կառավարումը, իսկ համապարփակ կառավարումը առանց այդ ժողովրդական մասաների շփման, դա կարելի ասել կեղծիք է ընդամենը։ Լավ, իրենք չեն գնում, ինչու օրինակ այդ մարդիկ չեն գալիս, ոգևորվելով օրինակ օրերս Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են իրականացվում Ֆրանսիայի բյուջեի նախագծի դեմ, կարծեմ դեռ նախագիծ է, օրենք չէ, որտեղ փաստացի ոտնահարվում են թոշակառուների, աշխատողների իրավունքները, հավասարության իրավունքը եւ փաստորեն որևէ բարձրացում չի նախատեսվում, դեռևս մի բան էլ նվազեցում եւ միայն ռազմական բյուջեի վրա է, հա, բոլոր գումարները ծախսվելու, մարդիկ դուրս են եկել բողոքում են եւ պահանջում են մեզ մոտ մարդիկ միայն մեկնաբանություններով են իրենց բողոքը արտահայտում։ Հիմա խնդիրը պետք է դիտարկել մի քանի հարթություններում։ Նախ Ֆրանսիայում ժողովուրդը, չէ, ընդհանրապես նա համարվում է այդ լուսավորչական հեղափոխականության հայրենիքը։ Բաստիլի գրավումը Հայաստանում չի եղել։ Այսինքն իրենց տեսակով այդպես։ Իրենց տեսակով ֆրանսիացիները ավելի պահանջատեր են եւ դա ընկալելու համար մենք պետք է դիտարկենք ֆրանսիական էլիտաների, կառավարչական էլիտաների բնույթը, նրանք մեծամասամբ սոցիալիստական են եղել, ամեն դեպս 45 թվականից հետո։ Եվ պատկերացեք, որ նրանց մոտ, ֆրանսիական ժողովրդի մոտ հավասարության, արդարության, եղբայրության այս սկզբունքները, որոնք Բաստիլի գրավման ժամանակ առաջ եկան, չէ՞։ Այո։ Նրանք չեն կորել։ Մեր ժողովուրդը հիմա բերենք ֆրանսիացիների հետ համատենք։ Մեր ժողովուրդը 500 տարի եղել է ամենաայլանդակ ճնշման տակ, ստրկության մեջ է եղել։ Թուրքական ամենաայլանդակ ստրկության մեջ է եղել 500 տարի։ Դե որտեվ չեն կնդվզել։
Չէ, ընդվզել ենք, չէ, ընդվզել ենք, դա այլ հարց է, բայց այդ սոցիալական բողոքի թեման մեր մոտ զարգացած չի իր բնույթով, իր խորքային պատկերացումներով մեր մոտ զարգացած չի եւ ֆրանսիացիների այդ ֆրանսիական մեծ հեղափոխության գաղափարները շատ ժամանակ մեր մոտ չի ընդունվում։ Մեր ժողովուրդը ավելի սովոր է պայմանավորվելու, գեղեցվելու եւ գեղեցվելու ընթացքում ավելի քիչ գեղեցվելու հնարավորություն փնտրելու մեջ։ Հայկական ասացվածքն է, չէ, եղունգ ունես գլուխդ քորիր, փաստորեն։ Նու հայկական բազմաթիվ ասացվածքներ կան, կարծում եմ այս թեմայով հետո մենք պիտի իրադարձությունը գնահատենք բավական ռեալ։ Նայեք, երկրում միջին աշխատավարձերը անդադ աճում են։ Արտաքին գործոնների հետ համատած, արտաքին գործոնների ուժը, բարենպաստ ուժը ստեղծել է հնարավորություն, որ աշխատավարձերը բարձրանում են եւ ավելի ֆիզիկապես ակտիվ քաղաքացիները ստանում են աշխատավարձ, որ նրանց հնարավորություն է տալիս ուսման զբաղվել, երեխաներին ուսման տալ, ճանապարհորդել, վերջ-վերջում լավ ապրել։ Նրանք ցանկացած կատակլիզմի դեպքում արագ կոնսոլիդացվեին։ Դեռևս այդ կատակլիզմը տնտեսական չկա։ Դեռևս այդ երման կրիտիկական սահմանի մենք չենք ասել։ Եվ կառավարությունը, ներկայիս կառավարությունը, որը շուտով հրաժեշտ կտանք, այս կառավարությունը հասկանում է, որ այս մարդիկ հեղափոխական չեն իրենց բնույթով։ Նրանց ընդամենը բավականին հոծ բանակ է 500,000 կատակ բանակ։ Չէ, խնդիրը այլ տեղ է։ Այս մարդիկ պետական ծառայության մեջ գտնվողները հատկապես նրանք գտնվում են հոգեբանական որոշակի ճնշման, թակարդի եւ կարելի ասել կախվածության մեջ։ Բայց նրանցից վախենում են։ Թոշակառուներից չեն վախենում, որովհետեւ թոշակառուի ակտիվությունը ֆիզիկական շատ ցածր է։ Երկրորդ, զանազան հիվանդություններով, տարիքային հիվանդություններով նրանք թեմաների մեջ առավել ակտիվ չեն կարող լինել եւ շատերի ակտիվությունը ընդամենը բակ իշնելն է կամ բակային խանութ իշնելն է եւ նորից տուն բարձրանալը կամ տուն մտնելը։ Այս մարդիկ ֆիզիկապես կոնսոլիդացվելու հնարավորություններ չունեն։ Բայց պարոն Կոմենդատյան, 64 տարեկանից թոշակի են անցնում, 64-65 մինչև 70 տարեկան էլ ավել ակտիվ են։ Կա այդպիսի վիճակագրություն, քանի տոկոսն են օրինակ այդ տարիքային խումբը կազմում, քանի տոկոսը ձեր նշած մարդիկ, որոնք տեղաշարժվելու խնդիր ունեն։ Մի խնդիր կա այդտեղ, մեկ է տոկոսները անդադ փոփոխվում են, որտեղ ժողովրդագրական պատկերն է, հա։ Պատկերը անդադ փոփոխվում է, որտեղ այդ մարդկանց զգալի մասը պիտի ազնիվ լինեք, ասենք զգալի մասը հայկական ավանդական ընտանիքի մոդելից օգտվելով, չէ, ինքը փորձում է զավակների հետ մի կերպ ապրել, մի կերպ յոլա Հետո մի մասը բարձր թոշակ է ստանում։ Դրանից բացի մի զգալի հատված թոշակավորվել են Ռուսաստանի Դաշնությունում։ Ապրում են Հայաստանում, բայց թոշակ ստանում են Ռուսաստանի Դաշնությունից, որը բավականին բարձր է։ Մոտավորապես 2.5-3 անգամ Հայաստանում տրվող թոշակից բարձր է, իհարկե բարձր է։ Դրան էլ գումարեք պատերազմի հնարավոր վտանգը, որ անընդհատ պտտվում է մարդկանց զրույցների մեջ, մարդիկ ասում են չգնանք, սոցիալական բունտեր չանենք, սոցիալական լարվածություն չառաջացնենք, միգուցե ուխտադրուժ թշնամիները երկու կողմանի եւ արմենիան, այսպես եւ արմենիան Ադրբեջան Հայաստանի տարածքում տեսնողները եւ 15 թվականի ցեղասպանություն իրականացնողներին մարդիկ մտածում են պարզապես հնարավորություն չտան, որ երկիրը ցնցումների գնա, բայց դա միայն մարդկանց միտքը չէ, նրանց պահանջմունքը չէ եւ այդ սպառնալիքը միայն նրանց վրա չէ լինելու, իշխանությունները պետք է մտածեն դրա մասին։ 650,000 հոգի մարդ հստակ ֆինանսական աջակցության կարիք ունի, որը մոռացել են, որը կոպեկներ են տալի, այն մունաթն էլ չեմ ասում։ Օրինակ այսօր էլ ելույթ են ունեցել մեկը, աղքատությունը նրա համար է, որտեղ դուք հարուստ լինելու հմտություն չունեք։
ինչ անեն այս մարդիկ։ Կրթությունն է մեղավոր։ Այս մարդիկ ինչ են գնան գողություն անեն հմուտ։ Թոշակառուն դու ինչ ես ասում։ Թոշակառուն ասում ես, այո, դու աղքատ ես, որտեղ դու հմտություն չունես, այդ տեսանք ձեր հմտությունը, որ մեկի բնակարանը նայում ենք, այնտեղ հմուտ մարդու աշխատանքի արգասիքներ չկային։ Հիմա եկել եք մարդկանց վրա մունաթ եք գալի։ Այս գիտեք սա հոգեբանական հարստացան եւ հիմա իրենց մեղադրում են։ Հոգեբանական գործիքներ են էսը օգտագործում։ Եթե մարդիկ մտածում են, որ այս մարդիկ այս զանազան նույնիսկ ծիծաղելի ինչ որ լոզունգներ են այստեղ բերում պտտում հանրության մեջ, չէ՞, այս ամբողջը մշակվում է, սա հոգեբանական զենքեր են, հոգեբանական թեմատիկաներ են եւ առանձին շերտերի հետ կապված իրենք ունեն աշխատանքի հստակ ուղին, այդ ուղիը գնում են այլ բան է, որ կարելի է ուղու գնալ 4 տարի եւ մարդկանց թշվառությունները հասցնել գագաթնակետին, եւ մարդիկ էլ մեկ է ժողովրդական երկիր ենք մեր գործող օրենքներով, այդ մեր ժողովրդական մասաներն էլ օգտվելով մեր ժողովրդավար լինելու մեր տրված գործիքային հնարավորությունից, քանի սահմանությունը չեն փոխել ըստ իրենց ուզածների, չէ՞, եւ մենք էլ բնականաբար կանեն մարդիկ իրենց քայլը եւ այս իշխանություններին կուղարկեն վաստակած հանգստի։ Էսա խնդիրը։ Պարոն Կամենդատյան, ինչու չեն շոշափելի ավելացնում թոշակը, որտեղ այս նախաձեռնությունը նախ ժամանակավոր է, դեռևս 26 թվականի ընթացքում է գործելու, ոնց հասկացա, հետո կգործի, թե չի գործի, չգիտեմ, իսկ կողմից էլ մարդկանց կախվածության եւ լարվածության մեջ է դնում, ամեն անգամ հաշվարկեն, այսքանն էլ առևտուր անենք, որ այսքան գումար հետ կա, ծիծաղելի է, էլի, Շատ լավ հարց եք տալի, ինչու չեն բարձրացնում։ Վերջը այս մարդիկ էլ են, չէ՞, ժողովրդի մեջից դուրս եկել։ Վերջը իրանք էլ էին վատ ապրում, այն մեկը տանը բան է, փոշեցծիչով էր ինչ որ հրապուրված, այն մեկը վարկերի մեջ, այն մեկը բանում, փաբերում ինչ որ ժողովրդի լեզվով ասած նիսյայու գարեջուր էր լակում, ենթադրենք էլի։ Բայց այս մարդիկ ժողովրդի մեջից են դուրս եկել։ Հիմա այս ատելությունը, այս չկամությունը ժողովրդի նկատմամբ, ժողովրդի կարիքների նկատմամբ որտեղ է այս մարդկանց մոտ։ Եթե ես ասեմ, այս մարդիկ մի խնդրի առջև են կանգնած, որ անընդհատ պարտք են վերցրել, այս պարտքերի զգալի մասը արտաքին պարտքի եւ ավելի շատ նաեւ ներքին պարտքի արդեն այս պարտքի տոկոսների վճարումը 26 թվականի բյուջեով 423 միլիարդ է։ Միայն 423 միլիարդ դրամ պարտք են վճարելու։ Արտաքին եւ ներքին։ Արտաքին եւ ներքին հարստահարիչներին։ Հայկական բանկերը պետական պարտատոմսերի շուկայում անընդհատ մասնակցում են եւ 8.5-ից 9.5% գումարով վարկ են տալիս Հայաստանի Հանրապետությանը։ Բանկերը այս իմաստով գտել են ամենահեշտ աշխատանքի ձևը։ Ժողովրդից ակումուլացնում են գումարը, տալիս են պետությանը։ Այս գումարի տոկոսների վճարումը մեր վրա մի հատ այս երկրի վրա քար է դարձել եւ այս քարը, ծանր քարը վզին կապած, այն ժողովրդին էլ, տնտեսությունն էլ, կառավարման ռեսուրսն էլ հնարավորությունը մումուի նման այդ քարը, մումուի վզային, որ գերասմը կախում էր, չէ՞, այդ ձև տանում է սուզումը հատակը։ Արդյունքում ի՞նչ է լինում։ Արդյունքում լինում է, որ պետությունը իր եկամուտները ծախսերը հաշվառում է, այդտեղում է մենակ 1 միլիարդ 100 միլիոն տալու է, ընտանիք տոկոս։ Հիմա վերադառնանք թոշակների ավելացման այդ մեր առաջատած խնդրին։ Այդ 1 միլիարդ 100 միլիոնը, այդ 423 միլիարդը, դա մոտապես թոշակների 50%-ով բարձրացման այդ խնդրի ֆինանսական հնարավորության կրկնապատիկն է։ Նույն այդ անձնավորությունը սոցիալ-նախարար որ աշխատում է, նա ասեց դա այդ գումարը մոտապես 100 միլիարդի չափ է, դա չել խորացել, հավանաբար այդքան չել հասկանում, որ խորանա հասկանա, որ 100 միլիարդ չի տիրապետում թվերին, պարզապես չի տիրապետում։ Մոտապես 170 միլիարդի կարգի է պետք, չէ՞։ Այս 170 միլիարդի չափ մի 170 էլ կա, էլ է 423 միլիարդին չի գալի հասնում։
Այ երբ որ Հայաստանի Հանրապետությունը այդ ներքին ասած մեր ավիշը, արյունը, կենսատու են մնացած բոլոր միջոցները, որ այդ բանկերը կլանում են, չէ՞։ Երբ որ այս թեմայով զբաղվեն, դրանից բացի զբաղվեն արտաքին պարտքի ռեստրուկտուրիզացիայի խնդիրներով, մեծ գումարներ կազատվեն թոշակառուներին, հանգիստ կարելի է 50 չէ 100%-ով կարելի է բարձրացնել։ Ինչ են ան, ինչ պիտի արվի։ Պիտի բանկերին կանչվի, չէ՞, ձեզ անկեղծ ասեմ։ Բանկերին պարտադրել առնվազն երկու բան։ Մենք այն պետությունը չենք, որ ստեղ դասական, տնտեսագիտական հարթության մեջ տանենք ամբողջ խոսակցությունը։ Մենք փոքր պետություն ենք, ունենք մեծ խնդիրներ եւ մեծ խնդիրների դեպքում մեծ բարդքեր, մենք բանկերին պետք է բացատրենք։ Բանկերը պետք է գանք որոշակի մի այսպես ասած զրույցի, մի ընդհանուր թեմայի քննարկման, որ այս տոկոսները պիտի ավել չլինեն, քան արտաքին հնարավոր աղբյուրներից ստացվող տոկոսները։ Բանկերը իրավունք չունեն, ես ես մի բան ասեմ։ Բայց մեր բանկերը ունեն այդ հնարավորությունը, ինչ որ օրինակ միջազգային ֆինանսական կառույցները, որոնք մեր բանկերը կարող են, ես ես ասեմ, այսօր ինչ է կատարվում։ Հայաստանի Հանրապետության բանկերը կարող են եւ արդեն անում են, դրսից փող են ներգրավում ցածր տոկոսներով, 3.7, 4, 4.5, Հայաստան Հանրապետությունը 9.5%-ով տալիս են։ Դուք պատկերացնում եք խնդիրը որն է։ Այս խնդիրը նույն ֆինանսական բլոկի պատասխանատուները իշխանության մեջ սրա մասին տեղյակ են։ Լավ, դա իր հերթին դրսի բորսաներում, այդ պարտատոմսերի տեղաբաշխման բորսաներում վարկի տոկոսները մեր նման երկրների համար 3.7% է, 10 տարվա ընդհանուր տեղաբաշխման ժամկետով։ Հայաստանը 7.5%։ Մեն այս տարբերությունը 10 տարվա համար կազմում է $262 միլիոն, 750 միլիոն դոլարի եվրոյի տեղաբաշխման պարագայում։ 262 միլիոն դոլարը դա մոտավորապես 100 միլիարդն է, չէ՞։ Այդ 100 միլիարդները, այդ 100 միլիարդը որ բաժանում ես երկրի թոշակառուների հնարավոր ընդհանրենք 10 տարվա համար է, բայց ամեն տարի 26 միլիոնը քիչ չի։ Հիմա մի խնդիր կարող առաջանալ, օրինակ այդ 26 միլիոնը որտեղ կարելի է օգտագործել։ Հիմա ես ձեզ ասեմ, մի կարող խնդիր է առաջացել։ Մենք զրուցում ենք թոշակառուների մասին, Տիկին Ասլանյան, բայց մենք մոռացել ենք մարդկանց, օրինակ ծայրահեղ աղքատ ապրող մարդկանց ենք մոռացել։ Ինչ իմաստով։ Այդ մարդկանց մի զգալի մասը թոշակառուել չի։ Դա թոշակը լավ, վատ, չէ, նվազագույնը 36,000-ը, հետանեք միջինը 49,000։ Ստանում են մի կերպ, չգիտեմ ոնց են ապրում այդ մարդիկ, չեմ էլ պատկերացնում։ Եթե շրջաներ մեկը գնա, այդ սոցիալ նախարարը օրինակ որ գնա, երբ կսարսափի, որ նա ինչ պայմաններում են ապրում մարդիկ։ Կսարսափի ու այդ պոռոտախոսությունը միանգամից կդադարեցնի։ Հիմա նայեք, այդ ծայրահեղ աղքատներին բա ինչ ենք անելու։ Մարդ կա, այն բանել են կտրել, գործազրկության նպաստնել են կտրել։ Դե հիմա կարծեմ ընդհանրապես չկա։ Հանը դա են հանել։ Վաղուց են հանել։ Դա են հանել, հիմա նայեք, բայց մարդիկ կան, որ թոշակ չեն ստանում, բայց եկամուտ չունեն, ոչ մի տեղի չեն, եկամուտ չունեն։ Դրանց օրական եկամուտը եւ ծախսը ինչ գալիս է, նույնը ծախսում է 600 դրամ է։ Մենք հիմա օրինակ ինչ ենք առաջարկում։ Մենք արդեն քննարկում ենք այդ թեման, եւ այս թեմայի շուրջ մենք նոր առաջարկ ենք մի հատ արդեն պատրաստել, շուտով հանրությանը կներկայացնենք այդ անձնավորությունն էլ այդ Մոլդովայով տվայտվող։ Այդ անձնավորությունն էլ դրա մասին շուտով կիմանա կլսի։ Ոնց հասկանում նա մեր Facebook-յան էջերին անդադ հետևում է, էլի, անդակած ձևով հավանաբար։ Կարող է հիմա էլ է հետևում։ Բնական որ ավելի լավ է թե հետևում է։ Հիմա ես իր արժեվ խնդիր եմ դնում 18,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի հայ մարդ ապրում է ամսական 15,000-ից 18,000 դրամով։ Այս մարդկանց մասին ինչ եք մտածում։ Դա ինչ հաշվարկ է։ Դա Հայաստանի Հանրապետությունում, եթե աղքատության շեմը 23.1% է, իրենց ներկայացնելով։ Իրենց ներկայացնելով իրականում շեմը 35-ից 40% է։
Դրա մեջ կա նաև ծայրահեղ աղքատները մոտավորապես 0.3-ից 0.4% են կազմում։ Հիմա մենք ինչ ենք առաջարկելու։ Մենք առաջարկում ենք մի նորույթ, որ օրինակ զարգացած ամերիկյան նահանգներում, չէ, ամերիկյան երկրի նահանգներում կիրառում են։ Էլեկտրոնային քարտեր են լինելու, որոնք սակայն լինելու են բացառապես օգտագործելու պարեն գնելու համար։ Նրանցով ոչ սիգարետ կարող ես գնել, ոչ ալկոհոլային խմիչք կարող ես գնել, ոչ դրանով կարող ես ինչ-որ մշակութային տեղ գնալ կամ ենթադրենք գումարը կանխիկացնել կամ ենթադրենք կազինո գնալ։ Մեծ ծանոթ են այդ 90-ական թվականների կտրոնների մասին։ Այո, դա կտրոններն են, բայց ամերիկյան կողմը, նրանց social security այդ համակարգը, այնտեղ բնականաբար մեզանից խելոք չեն, բայց մեզանից ազնիվ են։ Նրանք հասկանում են, որ թղթային տալոնները հնարավոր զեղծարարության այսպես թեմայի մեջ ներքաշվի, դրա համար պլաստիկ քարտերով դա հստակ կազմակերպվում է։ Հիմա ես հարց եմ տալի այս իշխանություններին։ Մարդը, որ 600 դրամ է օրական ստանում, ոչ միտեղ չի աշխատում, եկամուտի ոչ մի աղբյուր չունի, այդ մարդկանց ինչի պարենով չեք ապահովում։ Բնականաբար հարցից փախնելու են, հարցից թռնելու են, մենք դա փաստորեն հստակ գիտենք, այսինքն ձեռագիրը գիտենք, արդեն 6-7 տարի ընդ որում այն նախկիների նույն գործելավոճն է, առանձին տարբերություններով, այս ամբողջ խնդիրը։ Այս թեման միշտ եղել է Հայաստանի Հանրապետությունում, հիմա մենք այս թեմայով գալիս ենք, մենք առաջարկելու ենք, որպեսզի տալոնային համակարգ, էլեկտրոնային, քարտային տալոնային համակարգ լինի, դա հեշտ կարգավորվող է։ Իշխանություններին եք առաջարկելու։ Իշխանություններին առաջարկելու ենք, որ այս կարգի թեմա կա, եկեք իրար հետ քննարկենք։ Եվ ինչ ակնկալիք։ Ակնկալիքը ճիշտն ասեմ զրոյական է, բայց մեր խնդիրը հետևյալն է։ Մեր խնդիրը հետևյալն է, որ քաղաքացիները պետք է իմանան, որ Հայաստանում կան մարդիկ, մասնագետների խումբ կա, կան քաղաքական նախաձեռնողականություն խումբ, եւ այդ խմբերը պարզապես ծերիլ քաղաքականությամբ չեն զբաղվում։ Պարզապես անվտանգություն, բանակ, Ռուսաստան, Մոնղոլիա, եսիմինչ չէ։ Այդ խումբը զբաղվում է մարդկանց խնդիրներով։ Մարդիկ պետք է մեզ իմանան եւ գիտեք, սա որոշակի իմաստով նախընտրական խոստում չէ, բայց հնարավորություն է, որ մարդկանց այդ դիալոգի մեջ մտեք եւ մարդը իմանա, որ կա կազմակերպություն, կամ մարդիկ, կամ մտածող մարդիկ, որոնք իրենց նույնիսկ պարենային աջակցության մասին մտածում են։ Այս խնդիրը առաջին խնդիրներից մեկը սա է։ Իհարկե կան այլ նախաձեռնություններ, ես անկեղծ ասեմ, բարձրապես հիմա չեմ հրապարակում, որովհետև որ չկողանան ձեր գաղափարները։ Պատկերացրեք, որ վերջի ժամանակները հայտնվել է մարդիկ, իհարկե բան չունեմ ասելու, յուրաքանչյուր ազատ է իր մեկնաբանության ներկայացում մեջ։ Ես մի գրառում անում եմ, մեկ օր էլ չեն համբերում, մի 7-8 ժամ հետո այդ նույն գրառման հետ կապված ինչ որ բան են նկարահանում ու լավ են անում։ Դե լավ է, ձեր գաղափարները տարածվում են, պարոն Խնդիր չկա, պարզապես խնդիրը գիտեք որն է։ Մեդիա աղմուկը մեդիա աղմուկը ինքը այդ պահին ընդհանրենք հնչեց, բայց անցավ կորավ, այստեղ պետք է իրական ստեղծագործական աշխատանք, նպատակասլաց աշխատանք, դրա մեջ պետք է դրվեն ռեսուրսներ, ինտելեկտ պետք է դրվի եւ վերջ-վերջո յուրաքանչյուր թեմա պետք է կառուցվածքային ձևով ինքը նույնիսկ մեզանից անկախ աշխատի, գնա ապրի, իր կողքը մարդիկ հավաքի, որ օրինակ մեր այս թոշակների արշավը 50% բարձրացնելու, այս ձևի մի հատ ձնագնդիկի նման անդադ աճում է, ես ձեզ անկեղծ ասեմ, ես չէի պատկերացնում, որ այս կարգի դրական վերաբերմունք կլինի մեր նկատմամբ։ Ինչ շրջաններից մենք պաստառներ ենք տեղադրել։ Փաշինյանն էլ եկավ, չէ՞, այդ թոշակներ բարձրացնելու խոստումով դրա համար ստացավ աջակցությունը։ Այդ հոծ բանակի կարելի ասել։ Այո, խնդիրը գիտեք որն է, բայց խոստանալը մեկը թեմա է։ Իրականացնելը մեկ այլ թեմա։ Ընդ որում իրականացումը չէ, այստեղ խնդիր կա։ Իրականացումը, եթե դա
դրված չէ գիտական հիմքի վրա եւ դրված չէ մարդասիրության հիմքի վրա, այլ պարզապես քաղաքական դիվիդենտներ կորզելու մի հնար կամ խաբեություն է, դրանք իրար հետ զուգորդել, համատել չի կարելի։ Այս մարդիկ հստակ եկել են բազմաթիվ խոստումներով։ Այն ճանապարհային արագաչափերի տրիվիալ օրինակը բերեմ, այդ արագաչափերի թեման, արագաչափերը ավելի են շատացել։ Պետական ապարատում այդ ավտոմեքենաների պարկը, ես նայում եմ առանձին մարդկանց, այս վերջերը մի հատ հավաքույթ էր, նույն այդ ֆունկցիոներները հեծանվից այնքան ոչինչ չէին տեսել, $200,000-300,000-անոց ավտոմեքենաներով են ծառայական պարզապես գալիս։ Որ խոստացել են կրճատել, չէ՞։ Խոստացել են կրճատել։ Խնդիրը գիտեք որն է։ Այդ ամեն մեքենան 50, 100, 200, 300 թոշակառուի օրական ուտելիքի փողն է։ Այդ մարդիկ այդ մեքենաները որ ման են գալիս, այդ թոշակառուները բերանից կտրած փողով են մալած։ Այսինքն անբարոյականություն է այս չափի թոշակ ստացող թոշակառուների երկրում այդպիսի շքեղ մեքենաներով բնականաբար, որովհետև դա մեր ազգին հարիր չի եւ այդ կարգի կտրվել մարդկանցից անջրպետը այդ անջրպետ չասեմ դա բարոյականության մի պատվար է, հետևի կողմում իրենք են հայտնվել։ Այդ ամեն մեքենա եթե $200,000 դա մոտավորապես 50, 60, 70 թոշակառուի օրվա փողն է։ Օրվա փողն է, այդ մարդիկ սնվելու փողն է, ամբարտավան կերպարով գալիս են, այս վերջեր մի հատ միջոցառում կար, աղոթքի են եկել, ինչ են արել։ Սուրբ Սարգիս, Դե չեմ իմանում, այդ թեմայի մեջ չեմ ուզում մտնել, որովհետև դա խայծ է։ Տիկին ասնեն, դա խայծ է, այս խայծի իմաստը գիտեք որն է, այս սոցիալական հարցերը, որ սրվել են, այս սոցիալական հարցին անդրադառնալու փոխարեն մարդկանց հրավիրում են շատերներ կուլ են տվել այս խայծը, բա եկեք սրա անդրավարտիքի մեջ ընդհանրենք այդքան ուսումնասիրություն կատարենք, այն մեկին ընդհանրենք բա եսիմ իր բարեկամների հետ ինչ անում, այն մեկեսում այս թեմը խայտարակ թեմա է, բայց այս պատտվող խայտարակությունը անընդհատ հորձանքներ են տալիս, անընդհատ դրան իմպուլսներ են տալիս, հասկանում եք, սրա հիմնական նպատակը այդ թեմաներից անվտանգային, այս պարտվողական, հանձնողական թեմատիկայից միջև սոցիալական ծանրագույն է սրված իրավիճակին չպատասխանելու խնդիրն է։ Ինչ են անում։ Բերում են ավտոմեքենայի վրա մի հատ աղավնի են դնում ու սկսում են 5 օր դրա մասին պատմել։ Այդ 5 օրը միջև դուք պատմում եք, այդ 5 օրը թոշակառուն սոված քնում է։ Էս է խնդիրը։ Պարոն Կամենդատյան, ձեր մարզային հանդիպումների ժամանակ ինչ հարցանագրումներ եք անում, որտեղ օրինակ նույն այդ թոշակի բարձրացման, ճակերտավոր բարձրացման թեման հենց հիմա են հնչեցնում, հասկանալի է, որ ընտրություններից առաջ իրենց համար գովազդ են անում։ Մարդիկ ինչպես են այս իշխանությունների հանդեպ հիմա տրամադրված, արդյոք կա նույն աջակցությունը կամ ինչ-որ չափով աջակցություն։ Ես անոս ասեմ, որոշակի Հայ-Ակտիվ կազմակերպությունը, որի սոցիալ-տնտեսական հանձնաժողովի ղեկավարն եմ ես, մոտավորապես 15 շրջաններում ունի գրասենյակներ։ Այս գրասենյակներում մենք անընդհատ պտտվում ենք, ստեղծել են գրասենյակներում տարեցների ակումբներ, տարեցներին հրավիրում ենք, հետները զրուցում ենք, ինչ-որ մի բանով հյուրասիրում ենք, մի ընդհանրենք կառավարչական որոշման, իրենց դիմումի հետ կապված խնդիրներ ենք ընդհանրենք լսում, փորձում ենք օգնել, մեր անձնական կապերը կամ գիտելիքներն ենք օգտագործում, այս մարդկանց խորհուրդներ ենք տալիս, սա ենք անում, նա ենք անում։ Այս ամբողջ ընթացքում ես համոզվեցի, որ թոշակառուները ամենագրագետ քաղաքական զանգվածն են։ Իրականում ամենագրագետն են հստակ թացը չորից տարբերակող եւ նրանց մոլորեցնել չի լինի։ Մոլորեցումը պարզապես բացառված է։ Մարդիկ հստակ տեղորոշել են ինչն է պատճառը, իրենց վատ կյանքի պատճառը որն է, ընդհանրենք այս
Այս հետվճարի մասին այն կարգի մանրամասնությունները էին բացահայտում, բացատրում, ես որ տնտեսագետ եմ, չէ, ֆինանսիստ եմ, տնտեսագետ եմ, այն նույնիսկ զարմանում եմ, ասում եմ, լավ, այս տարիքի մարդը ոնց է, այս խորամակ ենթադրենք, այս բաները հասկացած, այս սխեմաներից ոնց են հասկանում, մարդիկ հավաստի ասում են, որ բոլորի մոտ կա հետևյալ համոզմունքը, այդ երկաթ բետոնե արդեն կարծության համոզմունքը, այս իշխանություններին ձայն չեն տալու։ Համոզված եմ, 100% համոզված եմ։ Ոչ մի լծակ, ոչ մի ընտրակաշարք չի ազդի նրանց Ես Տիկին Ասլանյան, խնդիրը հետևյալն է, ես վերջերս մասնակցել եմ Հայաքվեի դիտորդական առաքելության կազմում, վաղ շաբաթում տեղնոցող ընտրություններին, ես այլ բան եմ ասում, սպասեք, ես այլ բան եմ ասում, այս ընտրությունների դիտարկումը ևս մեկ անգամ ինձ համոզեց, որ ընտրական տեղամասում հնարավոր խախտումների մասին կարելի է այլևս մոռանալ։ Տեխնիկապես ընտրատեղամասում խարդախություն, լցոնում, զեղծարարություն չկա։ Այսինքն, եթե թոշակառուն, ընդհանրապես հայ մարդը, քաղաքացին, եթե որոշել է որևէ ուժի այլևս մանդատը խլել նրա ձեռքից եւ տալ իր մասին մտածող քաղաքական ուժերին, քավլեցի, ում ուզում են թող տան, բացի այս ընդհանրենք իշխանություններից, նրան ոչինչ չի խանգարելու, տեխնիկապես նրանց ձայնը խլելու, խաբելու, չնկատելու, անտեսելու հնարավորություն այլևս չկա, տեխնիկապես։ Վաղաշաբաթում այդ դեպքում ինչ կատարվում։ Չէ, վաղաշաբաթում խնդիրը այլ էր, վաղաշաբաթում Այսինքն նախապես էին այդ Չէ, վաղաշաբաթում խնդիրը հետևյալն է, այնտեղ կուսակցական ընտրություն չի կատարվել։ Երկկողմանի, երակողմանի, քառակողմանի հիմնական շեշտը դրել էին իրենց առաջին համարների անձնական նկարագրի եւ նրանց ճանաչելիության վրա եւ քաղաքական դիսկուրս թեմատիկ այդ քաղաքում չկար։ Մարդիկ պարզապես վերցրել էին խոյ համայնքը, մեխանիկորեն ամրացրել էին բանին, վաղաշաբաթին։ Մեխանիզմ էր կիրառվել։ Դա մեխանիզմ է, գիտեք ոնց է, այդ մեխանիզմը կարող է աշխատել մեկ անգամ, մեկ ենթադրենք տեղամասում, մեկ ենթադրենք քաղաքում։ Իհարկե, այս ներկա իշխանությունից ամեն ինչ հնարավոր է։ Կարող է ենթադրենք վաղը Երևանը, ենթադրենք միացնել, ենթադրենք Սումգայիթին։ Ենթադրենք Սումգայիթում ապրում է 700,000 մարդ, խնդրեն ասեն, եկեք այս անգամ էլ արդյունավետության համար ենթադրենք Սումգայիթը, ենթադրենք այդ հայկական ջարդերի առաջին քաղաքը, միացնենք Երևանին, արդյունավետ խնդիրներ միգուցե կարող ենք լուծել։ Դա իհարկե հումոր ենք անում, դա մի կողմ, վաղաշաբաթի դեպքում հետո մի խնդիր կա, բոլորն էլ հասկանում են, որ դա փոքր քաղաք է, Հայաստան Հանրապետություն 4 քաղաքներ, ընդ որում քաղաքի ներսում ընդդիմության եւ իշխանության ձայները համարը հավասար են եղել, այդ մեխանիկական կտրեմ, կցեմ, կծմծեմ, այդ ձև հայկական բանի մեջ կա, չէ, ֆոլկլորի մեջ կա այն թիթեռների թրջունների մասին։ Այդ ձևի մի հատ խարդախություն արեցին, հասկացանք, արեցիք, դա վերջին ընդհանրենք կարակված պարկուճն է։ Բայց ներսում, ընտրակ տեղամասերում, ընտրական գործընթացի հետ կապված, այդ հնարավորությունը լցոնելու, արկղեր, եսիմիջեր, բացարձակ չկա։ Պլյուս դրան, գումարեք դրան նաև, որ քաղաքական հանձնառություն ունեցող կազմակերպություններ կան, դիտորդական առաքելությունները շատ լավ աշխատում են, եւ այս իմաստով մի հետաքրքիր բան ասեմ, շատերը քաղաքացիներ չգիտեն, այդ ընտրությունների նախորդ գիշերը մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովում նիստ ենք ունեցել, որ ընթացքում փորձում են ինչ որ համացանցում եղած ինֆորմացիաների հիման վրա մեր դիտորդական առաքելությունը զրկել մասնակցելու էջմիածնում, բնականաբար որոշակի նախատրամադրվածություն ունեին մարդիկ, գիշերը մինչև ժամը 4-ը տևել է այդ նիստը։
10 ժամ շարունակ տևել է եւ վերջում բնականաբար մեր մասնագետների, իրավաբանների ներկայացած փաստարկների ծանրության տակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունեց որոշում, որ մենք պետք է մասնակցենք եւ մեր դիտորդական առաքելության վրա, այսպես ասած, հնարավոր կասկածները, չէ, փուչեին, թոզեին ընդամենը եւ դրանք շատ արագ մի թեթև մասնագիտական շունչը այդ ամբողջ փոշին քշեց տարա մի կողմ։ Պարոն Կամենդատյան, հետ վճարների նման մի աճպարարություն է կարծես թե այդ առողջապահական ապահովագրությունը, որը սկզբնական շրջանում գործելու է որոշակի շերտերի համար, անչափահասների, դեռահասների, երեխաների եւ թոշակառուների։ Հիմա քանի որ մեր թեման թոշակառուներն են, որքանով է այս ապահովագրությունը երաշխավորելու թոշակառուներին, որ վերջապես իրենք կարողանան գոնե արժանապատվորեն օգտվել այդ համակարգից։ Երեք ինձ մի կին էր գրել եւ թոշակառու բնականաբար եւ ասում էր ես 64 տարեկան եմ եւ 6 ամսեկան։ 6 ամիսը թոշակառու է, այսինքն։ Չէ, ինքը արդեն թոշակառու է, չէ՞։ Բայց ասում ես այդ ապահովագրական համակարգից չեմ կարողանալ օգտվել։ Ով է որոշել, որ 65 պլյուսից պետք է սկսվի, այլ ոչ թե 63-ից կամ 64-ից կամ 61-ից ենթադրենք։ Խնդիրը նա է, որ մտադրությունն են շեմը բարձրացնել նաև թոշակի։ Ես այս կոնկրետ այդ թեմայի շուրջը դեռևս կարծիքներ մասնագիտական չենք այսպես ասած արտահայտում, որովհետև թեման դեռևս պատրաստ չի։ Այս ամբողջ աշխատանքը լինելու է մի համակարգի մեջ, մի նոր համակարգ, մի նոր հիմնադրամ է ստեղծվելու։ Այո։ 225 միլիարդ են ասում, ավելի շատ է լինելու։ Ավելի շատ է լինելու։ Մենք այս հիմնադրամը դեռևս ստեղծված չի։ Հիմնադրամը հաստիկ չունի։ Այդ հիմնադրամը օդում է։ Մնացել է 25 օր, 26 օր, չէ՞, մինչև դրա կիրառմանը եւ դրա կիրառման առանցքային համարվող նաեւ ապահովագրական հարկի վճարումը։ Այդ հիմնադրամը չկա։ Այս մարդիկ, այդ մի կին կա, բանն է, առողջապահության նախարարը։ Այո, Ավանեսյանը։ Ավանեսյան։ Սա գնում է տարբեր շրջանների մեջ որ զբոսնելով զրուցում է կարևորագույն թեմաների մասին։ Երեք ազգային ժողովը իրան հարցում են հիմնադրամը կա, ասում են չկա։ Ասում են հաստիկ կա, ասում են չկա։ Ինչ աշխատակարգեր պետք է լինեն, ինչ կանոնակարգեր պետք է լինեն։ Այս ֆինանսական դա ահռելի հոսքեր է այդտեղ նախատեսված, ահռելի հոսքեր է նախատեսված, այդ հիմնադրամը չկա։ Հիմա մենք ինչ խոսենք այս պահին։ Մեր զրույցը ավելի շատ լինելու է այսպես ասած ենթադրությունների դաշտում, բացի ենթադրություններից, այս իշխանությունների առանձին սուբյեկտներ զրույց ճկունություն ունեն, ինչ խոսում ես, չէ, այն դիտողությունը անում ես, 2-3 օրվա ընթացքում մեկ այնպես փոփոխությունը կատարեցին։ Մենք ոնց որ սրանց համար լինենք ընդհանրենք բարեգործական հիմունքներով խորհրդականներ։ Մենք ոնց որ դասատու լինենք։ Դասախոսել չեմ ասում, որտեղ դասախոսը ենթադրում է գոնե հասուն մարդկանց ընդհանրենք դասավանդման process։ Հասկանալի է։ Մենք ոնց որ դասատուներ լինենք, հիմա այս հիմնադրամը չկա, հիմնադրամի հաստիկները չկան, հիմնադրամի կանոնակարգերը չկան, աշխատակարգերը չկան, տարածքային մարմինները չկան, տարածքային մարմինների կենտրոնական մարմինների հետ փոխգործության հնարավորություն չկան։ Այս ամբողջ դաշտը ենթադրում է բազմաթիվ նորմատիվ ակտեր, տասնյակ նորմատիվ ակտեր են լինելու։ 10 նորմատիվ ակտեր ունենալու։ Այս ամեն ինչը բացակայում է։ Հիմա կինը եկել է, ասում է շատ լավ բան ենք բերում։ Լավ բան ես բերում, արի քննարկենք, ասում ենք դա հիմա ասենք հիմնադրամից քննարկել, ասում է հիմնադրամի չկա։ Եվ ասելու ոչի։ Իսկ այդ հիմնադրամի գումարները, միջոցները ինչպես են ձևավորվել։ Այդ հիմնադրամը, ես ձեզ ասեմ, մարդկանց, այդ առաջին կարծիքներից մեկն է։ Այս մարդիկ փորձում են մարդկանց խաբել։
Բնականաբար, այս քաղաքական իշխանությունը խաբեության ոնց որ մաստեր կլաս են։ Հիմա նախկինում գործում էր պետպատվերի համակարգը։ Պետպատվերի համակարգի մեջ ներգրաված են նույն 0-ից մինչև 18 տարեկան երեխաները, բոլորը ընդգրկված են։ Այո։ Դրա մեջ ընդգրկված են բոլոր քաղաքացիները, որոնք առանձին որոշումներով, կարգերի հետ կապված, անհետաձգելի օգնության հետ կապված, չէ՞, այդ քաղաքացիները ընդգրկված են դրա մեջ։ Այս մարդիկ հիմա բերել են նույն պետպատվերը, անունը փոխել են, ասում են ապահովագրություն է համապարփակ, բայց եթե առաջ պետպատվերի ֆինանսավորումը իրականացվում էր միայն բյուջեից, հիմա ասում են 200,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներ, դուք գիտեք, որ դուք պետք է տարեկան 129,000 դրամ տաք մեզ։ Այդ գոյություն չունեցող հիմնադրամին 200,000-ից ավել աշխատավարձ ստացողը այդքան գումար տա, որպեսզի իր ապահովագրությունը չլինի, այլ թոշակառուների։ Խնդիրը ո՞րն է, այս նույն հարցերը, որ դուք եւս բարձրացնում եք, այս մարդիկ այդ հարցերի պատասխաններ չունեն։ Որտեւ այս հնարավորություն չունի։ Ես մի պահ կներեք, պարոն Կամենդատյան, այդպիսի բան կարդացի, Ավանեսյանն էր կարծեմ ասել, որ իբրև թե 10,000 ինչքանով բարձրացնում են թոշակը, եւ այդ բարձրացումը ուղղվելու է ապահովագրությանը։ Բնականաբար ստում է։ Այդ դեպքում ո՞նց է գոյանալու, օրինակ թոշակառուների եւ երեխաների ապահովագրության գումարները որ բնականաբար ստում է, ընդ որում խնդիրը գիտեք որն է, այս մարդիկ պարտավոր էին կես տարի, մի տարի առաջ գոնե պիլոտային նախագիծ անեին, մարզերից մեկում արեք, լավ մի պոլիկլինիկայի վրա արեք։ Այս մարդիկ այս թեման պատրաստ չի, բացարձակապես պատրաստ չի, իրեն հարցում են, ասում են, ինչպես է դա լինել, ասում են, հենց սպეციფիկ նաև ինչ որ ներկայացչական ձայնով, էլի, ասում է, դա ծածկելու է բոլորին, ընդգրկելու է բոլորին, բայց բոլորի ոչ բոլոր ծախսերը։ Էլ ինչ է ապահովագրություն, կամ էլ ինչ բոլորը։ Հիմա խնդիրը գիտեք որն է, մի կարևոր հարց կա, մեկ երկու դրան կանդրադառնանք, մեկ սպասում եք այս որոշումները ընդունեն, չէ, բնականաբար որ խնդիրը գիտեք որն է, այս մարդիկ մի կարևոր հարց կա, այս նույն ապահովագրության մեջ, այս համակարգի մեջ, այս մարդիկ որ ուզում են իբր թե ներդնեն, չէ, մի կարևոր հարց կա, Հայաստանի Հանրապետության առողջապահության այդ ամբողջ գործառույթները բաժանում են երկու մասի, կանխարգելիչ, չէ, եւ բուժական, բուժում, որոնք կանխարգելիչը 18%-ն է ընդհանուր ֆինանսական ծախսերի մեջ հետազոտություններն են դրանք։ Դրանք հա, զանազան հետազոտություններ են, սկրինինգներ են, ինչ որ մի նոր բառ են հորինել, սկրինինգ, հա սկրինինգ, առողջություն, սկրինինգ են ասում։ Վերջը, հիմա նայեք, այս 10%-ը դա կանխարգելումն է, 82%-ը բուժում է։ Սովորաբար։ Հիմա այս բուժումը ենթադրում է առնվազն, որ դեղեր են այդտեղ օգտագործվելու շատ։ Եվ արկա հիվանդությունները, առաջացած հիվանդությունները բուժելու համար։ Հիմա կարևոր մի հատ հարց ենք, մենք հարցի շեմին ենք կանգնած, դեղերի գների կարգավորում, վերահսկողություն երկրում իրականացում է, թե ոչ։ Ես նկատի չունեմ դեղերը գրանցելու process-ը։ Ես նկատի ունեմ դեղերի գների խնդիրը։ Օրինակ բերելու համար դիտարկում ենք հարևան Վրաստանը։ Ես այս վերջերը հրապարակումներ եմ արել, շուտով դա հետ կապված բաներ կանենք, ավելի վիդեո նկարահանումներ կանենք, ժողովուրդը թող իմանա։ Ես ձեզ ասեմ, մարդիկ այս թեմայով շատ են անհանգստացած։ Մի հրապարակում եմ արել, 3-4 օրվա ընթացքում կես միլիոն մարդ դիտել է, կես միլիոն մարդ։ Ոչ մի իշխանական նախարար նման դիտումներ չունի։ Այնել առանց գովազդից է։ Առանց գովազդի, կես միլիոն մարդ այդ դիտմանը դիտել է, գիտի ինչ մասն է խոսում, թեման քաղցկեղի դեղերն էր։ Ուրեմն այս քաղցկեղի դեղերի համեմատությունները կատարել ենք վրացական եւ մանրածախ շուկայում, արդեն դեղատնային եւ մեծածախի շուկայում
Հայաստանում նույն դեղը 3 անգամ ավելի թանկ է։ Նույնը վերաբերում է կատարակտի հիվանդությանը, իշեմիկ հիվանդություններին, ստենտավորմանը մոտավորապես 2 անգամ, վերաբերվում է աղեստամոքսային տրակտի հիվանդություններին եւ ամենակարևոր ինսուլտի հիվանդությանը 3 անգամ Հայաստանի Հանրապետությունում այդ դեղերը ավելի թանկ են։ Հիմա ես հարց եմ տալի, այս հիմնադրամը չստեղծող, բայց համակարգ մտցնող, բոլորին ծածկող, բայց բոլորին ընդհանրենք այսպես մոռացող այդ կնոջն հարց տալի, այդ նախարար կնոջն հարց տալի։ Ինքը տեղյակ է, որ 3 անգամ Հայաստանի Հանրապետության դեղերը ավելի թանկ են։ Ինքը ինչա ձեռնարկել, որ այդ տարբերությունը, այդ Վրաստանը մեր կողքն է։ Այրումից ոտքում մանսկալ արդեն Վրաստանն է։ Վրաստանը Ավստրալիայում չի։ Դրա համար շատերը այնտեղից են բերում դեղերը։ Շատերը այնտեղից են բերում։ Հիմա ես հարց եմ տալի, ինչ են ձեռնարկել։ Հիմա այստեղ կարելի է ընդհանրենք մի պաթետիկ, այսպես փաթեթավորում հարց տալ։ Ավելի ճիշտ չէ լինի, որ դուք դեղերի վերահսկողություն իրականացնեիք ֆինանսական, միջոցառումներ անեիք պետական։ Այս ընթացքում այդ պետվատվերի նախատեսող գումարները որոշակի ավելի կիչնեին, ճիշտ է, դեղերի գները կիչներ, պետվատվերի ծառայություններն համապատասխան հետը կիչներ։ Բյուջեն հնարավորություն կտար, ընդհանրենք ավելի նույն փողով ավելի շատ մարդկանց օժանդակել։ Կամ ավելի շատ ծառայություն։ Հիմա ես ուժ բան ասում, դուք դեղերի հետ կապված խնդիրը չեք լուծում, չէ՞, այդ տարբերությունը 300%-ի տարբերությունը դա խոսում է, կարելի է հստակ ասել, ուրեմն մաֆիա է այստեղ։ Այստեղ մենաշնորհային մաֆիա է։ Մենաշնորհային մաֆիան է, պետությունը այդ մենաշնորհային մաֆիան պետք է քանդի։ Իրավունք չունի Հայաստանի քաղաքացին, այրումում բնակվող քաղաքացին, իրավունք չունի ընդհանրապես 100 մետր գնային կողմ ու 3 անգամ ավելի էժան դեղ գնի վրացական դեղատնից։ Իրավունք չունեք մեկ այդ սա ոնց ասում ես թշվառություն է։ Վրացական, ես շատերին գիտեմ Ռուսաստանից են օրինակ։ Ես էլ գիտեմ, որպեսի դեղեր։ ես էլ գիտեմ հնարավոր են առանձին դեղեր, առանձին տարբերակված մոդելներ, հնարավոր են առանձին պարունակություններով, բայց նույն դեղը չի կարող 3 անգամ թանկել։ Սա խոսում է, որ այս մեր երկրում դեղերի մաֆիա է փաստորեն գործում։ Հիմա պետությունը ինչ պիտի անի։ Թող պետությունը առաջին հերթին մի հատ էս դեղական դեղերի գների հետ կապված էս հարցը մի հատ կարգավորի։ Վերջը հասկանան, այդ ո՞նց է լինում։ Դա ոչ երկաթուղի է պահանջում, ոչ էլ։ Ինքը թեթև ընդհանրենք պրոդուկտ է տեղափոխման համար։ Օդանավով էլ կարող են տեղափոխել։ Խնդիրը ո՞րն է։ Գնացեք լուծեք, դուք բերում եք հիմա մի համակարգ եք մտցնում, որ ինչ անի։ Առաջ պետվատվերի ընդհանրենք տալիս են ընդհանրենք 100 միլիարդ, ընդհանրենք։ Հիմա մեկ հոգու։ Չէ, ընդհանուր։ Օրինակ եմ բերում, պատկերացման համար դիտարժան։ Հիմա այդ նույն պետվատվերի անունը դնում եք ապահովություն, այդտեղ տալիս եք 200 միլիարդ արդեն, մարդկանց փողը քերելու, բայց այդ դեղերի մաֆիան ավելի ծաղկելու է։ Ավելի ծաղկելու է։ Հիմա այստեղ պետք է հասկանալ, այս մարդիկ արդյոք կան այստեղ փողկապակցված ինչ որ երևույթներ։ Արդյոք այստեղ կարող եք ենթադրել, որ որոշակի կապեր կան, որոշակի ձևավորված կլաններ կան։ Ուսումնասիրեք։ Երբ որ այս թեման կբերեք, դեղերի գինը կլինի Հայաստանում, Վրաստանում նույնական, հավասար, լավ 10-15%-ի թող տարբերություն լինի։ Երբ որ այս ամեն ինչը կանեք, նույն ժամանակ եկեք ուզում եք համակարգ ձևավորեք, ուզում եք հիմնադրամ ձևավորեք, ինչ ուզում եք արեք։ Խնդիրը սա է։ Մարդիկ հարցերը չեն լուծում, ընկել են մարդկանցից ուզում են փող քերեն։ 50 միլիարդ դրամ փող է հավաքվելու, 50 միլիարդ դրամ։ 50 միլիարդը դա այդ 125 միլիոն դոլար։ Այդ 125 միլիոն դոլարը մարդկանցից ինչ է քերում։ Այդ որ թանկ դեղեր վաճառեն մարդկանց վրա։ Լուրջ խնդիր է, պետությունն էլ իր հերթին ինչ պիտի անի։
առանձին դեղերի բնակավարներ, չէ, պիտի ավելացած արժեքի հարկի դաշտից այսպես դուրս հանի։ Մենք պետություն ենք մարդկանց համար։ Մենք պետություն չենք դեղագործական կամ դեղերի մաֆիայի համար։ Մենք պետություն ենք բիզնեսի համար, այդպես է ստացվում, պարոն Կոմենդանտյան, կյանքը այդպես է ցույց տվել, եւ շատ հնարավոր է փաստորեն, որ այս բժշկական ապահովագրությունը վարչապետի, հեռուստացույցի եւ լվացքի մեքենայի գործարանի նման լինի, հա։ Ճիշտ ասած չեմ կարող կանխատեսել, այս գիտեք ինչ խնդիր կա, ասում եմ հնարավոր անպատասխանատվությունը, անկազմակերպվածությունը, ամեն ինչ տապալելու այս բանը ձիրքը, գիտեք, մարդկային անգիտության հետ համադրելի բան է։ Նրանով կարելի է անընդհատ զարմանալ, թե որքան երկար է նա շարունակում եւ ինչպիսի խորություններ է նա հասնում։ Շնորհակալ եմ, պարոն Կոմենդանտյան, ակնկալում եմ ավելի հաճախ ձեզ տեսնել այսպիսի հարցեր քննարկելու, որովհետև իրոք այս թեմաները հիմա սկսել են ավելի շատ հետաքրքրել մեր հանրությանը, այնպես որ շնորհակալ լինենք նաև մեզ հետևողներին, հուսամ, որ ձեր շատ հարցերի պատասխանները ստացաք, իսկ երկրորդ կարծիքի տաղավարում զրուցում էի Հայ ԱԿՎ նախաձեռնության անդամ տնտեսագետ Հրայր Կոմենդանտյանի հետ։ Ստեսություն։